Պաշտպան հայրենիք ծրագրի շահառու եմ, Շարքային Չոբանյան։ Շարքային Չոբանյանը 9 ամիս ժամկետային զինծառայող է եղել։ 9 ամսյա ծառայությունից հետո երիտասարդ տղան դիմել է Պաշտպան հայրենիք ծրագրին եւ արդեն 1 ամիս է այդ ծրագրի շահառու է։ Ծրագրի մասին իմացել եմ ընտանիքիս անդամներից, երկար քննարկումներից հետո որոշեցի ընտրել հենց այդ ծրագիրը, քանի որ լավ ապագա ունենալու համար տարբերակները, որ կարող եմ հասնել լավ ապագայի, ամենաճիշտը հենց այդ ծրագրին դիմելն էր։ Գագիկը մասնագիտությամբ կապավոր է եւ քաջ գիտակցում է իր մասնագիտության առանձնահատկությունները եւ կարեւորությունը։ Կապը շատ կարևոր է սահմանում, թիկունքի եւ առաջնագծի միջև կապ հաստատելու համար։ Իմ գործը կայանում է կապի միջոցներ ստեղծել եւ կապ հաստատել թիկունքի առաջնագծի միջև։ Ընդամենը 2 ամսից կմեկնարկեն որակավորման քննությունները։ Ատեստավորումը գերազանց հանձնելուց հետո Գագիկը մտադիր է շարունակել զինվորական ծառայությունը եւ նվաճել նոր բարձունքներ։ Ամեն օր փորձում ենք մեր հմտությունները թե մասնագիտական, թե ֆիզիկական առումներով բարձրացնել, բարձր որակի սարքել, որպեսզի քննության արդյունքները լավ լինեն, գոհացնող։ Քննություններից հետո դեռ շատ երկար ժամանակ կգտնվեմ ծառայության մեջ, մեր սպաները շատ լավ օրինակ են մեզ հետագա ծառայություն շարունակելու համար։ Ես էլ կուզենամ իմ ներդրումն ունենալ զինված ուժերում իմ օրինակելի ծառայությամբ։ Որոշեցի ընդգրկվել այս ծրագրին, որովհետև նպաստավոր պայմաններ էին եւ հայրենիքիս ծառայելու համար։ Կրտսեր Սերժանտ Թադևոսյանը եւս Պաշտպան հայրենիացի շահառու է։ Ծրագիրը արտոնություններ եւ առավելություններ շատ ունի, սակայն Պաշտպան հայրենիացի կարևոր եւ գլխավոր պայմանն է լավ սովորելը եւ դասընթացների ավարտին ատեստավորման քննությունները գերազանց հանձնելը։ Այս ծրագրի առավելություններն են, որ արդեն որպես պայմանագրային զինծառայող ավելի արհեստավարժ ես դառնում քո մասնագիտության մեջ եւ ավելի շատ ես կարողանում քո ընտանիքի կողքին լինել։ Ամենօրյա պարապմունքներ, ինչպես ֆիզիկական ու շարային, այնպես էլ մասնագիտական գիտելիքների ամրապնդում։ Այսպես են տղաները պատրաստվում առաջիկա ատեստավորման քննություններին։ Ես կարծում եմ, որ ատեստավորման քննությունները լավ գնահատականով կատեստավորվեմ եւ ձգտում եմ դրան։ 2 1 Օրը սկսում է առավոտյան վերկացից, շարունակում ենք առավոտյան ֆիզ պատրաստությամբ, մարզանքներ, վազք, պտտաձողի վրա ձգումներ։ Արհեստավարժ եւ բանիմաց զինվորական լինելու համար առաջնային է նաեւ ֆիզիկական գերազանց պատրաստվածությունը, ուստի այստեղ մասնագիտական հմտություններից բացի չափազանց կարևոր է զինծառայողի կոփվածությունն ու դիմացկունությունը։ Օրը մեր հագեցած է անցնում, հագեցած է մեր թե մասնագիտական պարապմունքներով, թե ֆիզիկական պարապմունքներով, թե շարային պարապմունքներով։ Առավոտյան շարային պարապմունքներ, կեսօրից հետո արդեն ֆիզիկական, իսկ ցերեկային ժամերին զբաղվում ենք մասնագիտական պարապմունքներով։ Իսկ մասնագիտության կարևորության մասին խոսելով կապավորները միաձայն նշում են. չկա կապ, չկա կառավարում։ Կապի մեջ եմ ամեն ինչ նորմալ է։ Շարքային Խաչատրյանը նույնպես Պաշտպան հայրենիք ծրագրի շահառու է։ Խոսելով ծրագրի ընձեռած արտոնությունների մասին, երիտասարդը կարևորում է ծառայության ընթացքում կրթություն ստանալու հնարավորությունը։ Ընտրել եմ այս պայմանագիրը, որովհետև ունի այն մեծ առավելություններ, թե հնարավորություն է մեզ տալիս սովորելու համալսարանում, թե հետագա կյանքը մեր կառուցելու համար եւ զինված ուժերը իհարկե զարգացնելու համար։ Առջևում ատեստավորման քննություններն են, ուստի տղաներն անընդհատ մարզվում են եւ կատարելագործում մարտավարամասնագիտական հմտությունները։ Բարձր արդյունքները ինձ համար նպատակ են, պարապում եմ, մարզվում եմ, ջանք ու եռան չեմ խնայում, առավելագույնս բարձր գնահատականներ ստանալու համար, քանի որ բարձր գնահատականը առաջնահերթ իմ պատիվն է, զորամասի եւ իմ հրամանատարների։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Նացականյան, Զինուժ։